կառավարությունը որոշել էր, որ 1.5 տարի ծառայության ժամկետը պետք է դեռևս ամառվա զորակոչի ժամանակ սկսվի, հիմա փոխվել է հունվարից։ Ինչն է պատճառը, նախընտրական շրջանում սիրաշահելու նպատակ ունի հասարակությանը։ Պատճառը ենթադրում եմ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ուժի գահավիժող ռեյտինգն է, հեղինակությունն է եւ ոտքի վրա ուղղակի այսպես տնավարի որոշել են քվե ապահովել եւ ամբողջովին նախընտրական քաղաքացիներին սիրաշահելու քայլը որ արվում այստեղ նշանին երկու բան կա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը մեր երկրի անվտանգությունը որը վերաբերում է բոլորին այդ թվում հունվարին ձմեռային զորակոչին ամառային զորակոչին ծառայության մեկնողներին նրանց ընտանիքի անդամներին նրանց ապագա սերունդներին որտեղ ի վերջո բանակը բոլորին է եւ բանակը բոլորի անվտանգությունը է պաշտպանում եւ այստեղ ուղղակի առանց խորամուխ լինելու աննկատ հստակ է որ իշխանության այսօրվա Նիկոլ Փաշինյանի արածը երկու բան է նախ իշխանության ուզուրպացիա հայտարարեց որ allևս որոշում են կայացրել հունվարի 1-ից ազգային ժողովում քննարկում չի եղել որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ ասում մի կարճ ոտքի վրա մոտ 10-15 րոպեանոց իբր քննարկում եղել բայց ընդհանրապես նման ռազմավարական նախագծերը փոփոխությունները ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում ժամով են քննարկում տեսախցիկների դուրս երկրորդը չկա որևէ հիմնավորում եւ դրա մասին է խոսում այն փաստը մի ամիս առաջ պաշտպանության նախարարությունը առաջարկել է ծառայությունը կրճատել դարձնել 1.5 տարի ամառային զորակոչից 20 որովհետեւ այդ 1.5 տարին մենք որ ասում ենք դա հազարավոր զորակոչիկների հարց է հազարավոր զորակոչիկներ որոնք ավելի կարճ ծառայության պետք է գնային եթե թողվեր یا առաջնագիտներ բանակի համալրման հարցներ այգին ի վերջո հաշվարկների խնդիր էր բայց երբ որ ոտի վրա Նիկոլ Փաշինյանը հեծանիվով եկավ հասավ Սուրեն Պապիկյանն է շատ էլ այսօր զբաղված է Վրաստանի պաշտպանության նախարարության նախարարի հետ խորհրդակցի, պատգամավորների հետ խորհրդակցի, երևի մենակ մոռացավ ասել տնեցիների հետ թեյի սեղանի շուրջ էլ վերջնական պեչատը դրեցի, ու մեկ էլ ուզուրպացնելով ամբողջ ազգային ժողովի ֆունկցիան։ Ելավ հայտարարել, որ որոշումը կայացվել է։ Այնինչ որոշում չի կայացվել, օրենք չի փոխվել։ Իսկ ազգային ժողովում մենք տեսել ենք դե որ իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը ազգային ժողովը մերժել է։ Հիմա կարող է այս նախագիծը մերժվել։ Կա եւս մի բան։ Այդ պաշտպանության նախարարությունում գլխավոր շտաբը այլևս դարել են վիզը ծռած քաղաքական կամակատար ստրուկ ուրիշ բառ չունեմ ասելու որովհետև նրանց այլևս իրենց պարտականությունը երկրի անվտանգություն չի հետարկելու իրանք ունեն երկու բան շեֆին դուս գան որ քացով չխփի դուսանի բոլորին երկրորդը ատեստացիայի համար շեֆին դուր գան որ ատեստացիայով հպարտանան իրանց աշխատավարձն բարձրան 25 օր է արդեն պաշտպանության նախարարություն գլխավոր շտաբ հարցումներ եմ ուղարկի ասում եմ եղբայր դուք պետք է ուսումնասիրած լինեք ինչպիսի փոփոխություն է թվային ինչպիսի հոգեբանական դեմոգրաֆիական փոփոխություն է ինչ ակնկալիք ունեք ապագայում զինված ուժերի զերո պատասխան լեզուները ատամների տակ կրճտած որևէ պատասխան չեն տալիս քանի անգամ զգուշացրել եմ գրավոր պատասխանից հարցումից պատասխան չունեք նշանակում է պատասխան չունեն Իսկ բանակը դա մեկ զինվոր չի, մի դասակ չի, մի վաշ չի, մի գումարտակ չի, դա հազարավորներին է։ Ու գիտեք, ամենաահավորը, որ մեր հայրենակիցը պատկերացնի, մենք ինչ վիհի մեջ ենք, ով այդ վիհում կառավարում երկիրը։ Այսօր երաժշտություն լսելով, հեծո քշելով, Փաշինյանն եկա ասել 1.5 տարի։ Նույն այս օրը 5 տարի առաջ Փաշինյանի հայտնի ստատուսն է հավաքում եք ջոկատ եք կազում 30 հոգանոց գնում եք զինկոմիսարիատ բրոնը ժիլետա առնում եք ու հայդա գնում եք առաջնագիծ խորքային նաև բան կար այդ ամեն ինչի նույն 20 թվականի պատերազմի որտեվ երբ որ զորակոչված զինվորներ աստված մի արարծեց ցավոք սրտի ողբերգականորեն զոհվում Զոհի հարազատները համարում էին պատասխանատուն պետությանը երբ որ կամավորներով էին գնում ու ցավոք սրտի շատ էին դեպքերը զոհվում էին հոգեբանորեն դե իրեն կամավոր են իրենց կամքով ելել գնացել են
այդ 5 տարի առաջվա ստատուսն ու այդ Նիկոլ Փաշինյանի շոուն, այդ ջոկատներ կազմելու, որ ամբողջ Հայաստանում եւ նաեւ առաջնագծում անդառնալի վատ հետևանքներ ունեցավ։ Փակագիծ չբացելով 44-օրյա պատերազմի հանձնաժողովը նույնիսկ ստիպված է այդ փաստը արձանագրել, այս ամեն ինչը խոսում է թե ինչ տնավարի է այս ամեն ինչը արվում։